Դեկտեմբերի 1-ին, 2-ին եւ 3-ին Իդեալ համակարգը եւս մեկ հնարավորություն են ձեռում կատարել գերշահավետ գնումներ լավագույն պայմաններով։ Կան տարբերակներ, կա իդեալական տարբերակ։ Եվ այսպես Հանրապետության կառավարությունը ծավալուն վերլուծությամբ անդրադարձել է, թե ինչ են բացահայտում Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացին առնչվող առանցքային փաստաթղթերը, որոնք Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը համապատասխան հրապարակվել են նախօրեին։ Դրանց մի մասը մասնավորապես ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 1992-93 թվականների բանաձևերը մինչ այս էլ առկա էին համացանցում։ Հրապարակային փաստաթղթերը փաթեթում ներառվել են բանակցային գործընթացի ամբողջական տրամաբանությունը ցույց դնելու համար, որն է ի վերջո հետևությունը հրապարակված փաթեթից։ Թերևս այն, որ Հայաստանում Ղարաբաղյան հակամարտության շուրջ տասնամյակներ շարունակ գոյություն են ունեցել միֆեր, որոնք ինչ խոսք ձևավորվել են Ղարաբաղյան շարժումով իշխանության հասած քաղաքական էլիտայի կողմից։ Նրանք այդ միֆերը ձևավորել են իրենց իշխանության գալը եւ մնալը արդարացնելու համար, ու այդ միֆերը զարգացրել են այնքան, որ դա Հայաստանում դարձել է մտածողություն, իսկ դրանից դուրս հայացքը քաղաքական տաբու դավաճանություն։ Հետագայում այդ տաբուն օգտագործվել է քաղաքական վերարտադրության համար եւ ամեն վերարտադրությունից հետո տաբուն ավելի է կարծրացել, հանրությանը մատուցվել որպես բացարձակ ճշմարտություն։ Եթե սա լիներ ներհայաստանյան եւ ներհայկական հարաբերությունների խնդիր, գուցե հասկանալի լիներ։ Բայց հարցն այն է, որ Ղարաբաղի հակամարտությունը միջազգային խնդրեմ էր, եթե նույնիսկ մի կողմ դնենք տարածաշրջանային համատեքստը։ Իսկ հարցի միջազգային ընկալումը ոչ միայն սկզբնական շրջանում է հակադիր եղել Ղարաբաղյան շարժման պատկերացումներին, այլև զարգացել է հակադիր ուղղությամբ։ Ղարաբաղյան առաջին պատերազմի ընթացքում եւ դրանից հետո հակամարտության կարգավորման բանակցությունները երբեք չեն եղել Ղարաբաղի անկախության կամ Հայաստանի հետ միացման շուրջ։ Բանակցությունների հիմնական առարկան եղել է այն, որ Ղարաբաղի շրջակա բոլոր 7 շրջանները փաթեթային կամ փուլային տարբերակով պետք է վերադարձվեին Ադրբեջանին, իսկ բուն Ղարաբաղի կարգավիճակը պետք է բանակցվեր միմիայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության ներքո։ Միջազգային հանրության այս ընկալումը հստակ արձանագրված է 1996 թվականի ԵԱՀԿ Լիսաբոնի գագաթաժողովի նախագահողի հայտարարության հետևյալ հատվածում։ Լեռնային Ղարաբաղի իրավական կարգավիճակ արտացոլված ինքնորոշման վրա հիմնված համաձայնագրում, որը Լեռնային Ղարաբաղին կշնորհի ամենաբարձր աստիճանի ինքնակառավարում Ադրբեջանի կազմում։ Այս ձևակերպումը ցույց է տալիս, որ նույնիսկ ինքնորոշում հասկացությունը մեզանում միֆականացված է եղել, որովհետև միջազգային հանրության ընկալմամբ ինքնորոշման իրավունքը Լեռնային Ղարաբաղի համար նշանակում էր ինքնակառավարում Ադրբեջանի կազմում։ Ոչ թե ինքնավարություն, այլ ինքնակառավարում։ Սա էլ կարևոր տարբերություն է։ Տարածքային ամբողջականության սկզբունքը եւ ինքնորոշման իրավունքը միաժամանակ բանակցային սեղանին ունենալը նշանակել է, որ չէր կարող լինել Ղարաբաղի կարգավիճակի որևէ սահմանում առանց Ադրբեջանի համաձայնության, որովհետև Ղարաբաղը Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս է։ Սա հստակ արձանագրված է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևում։ Սա արձանագրված է նաեւ հանրաքվեով Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը որոշելու գաղափարների մեջ, որովհետև այդ գաղափարները ձևակերպված էին այնպես, որ Ադրբեջանը հիմք ունենար ասելու, որ հանրաքվեին պետք է մասնակցեն ոչ միայն Լեռնային Ղարաբաղի ժամանակին հեռացած ադրբեջանցիները, այլև Ադրբեջանի բոլոր քաղաքացիները։ Այսինքն ենթադրվող հանրաքվեն տեղի է ունենալու ոչ թե Ղարաբաղում, այլ ամբողջ Ադրբեջանում։ Հայաստանը համաձայն չէր այդ մեկնաբանության հետ եւ այն, որ հանրաքվեն չէր կայանում եւ պրոցեսն էլ առաջ չէր գնում, նշանակում էր Ադրբեջանի դիրքորոշումը վճռորոշ էր, որովհետեւ Ղարաբաղը դե յուրե համարվում էր Ադրբեջանի մաս։ Սա արձանագրվել է նաեւ տարածքների փոխանակման ընդհանուր պետության հայեցակարգում։ Ու որքան երկար է ձգձգվել ժամանակը, այնքան Ադրբեջանի դիրքորոշումները կոշտացել են առանց նախնական հարաբերականորեն ավելի բարենպաստ բանակցվող տարբերակներին վերադարձի հնարավորության։ Փաստաթղթերից երևում է, որ 2018 թվականի ոչ բռնի Թավշյա ժողովրդական հեղափոխությունից հետո բանակցային սեղանին չի դրվել այլ փաստաթուղթ կամ առաջարկ, քան եղել է դրանից առաջ։ 2019 թվականին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից ներկայացված թղթին կից մեկ այլ փաստաթղթի տարեթիվը 2016-ն է, իսկ փաստաթղթի առաջին նախադասությունը ցույց է տալիս, որ այն ձևակերպվել է այն ժամանակներում, երբ հարցի գլխավոր բանակցողը հանրապետության նախագահն էր, ոչ թե վարչապետը։ Այսինքն փաստաթուղթը ձևակերպվել է 2018 թվականի հեղափոխությունից առաջ։ Հրապարակված փաստաթղթերից ամենաուշագրավը թերևս հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նամակն է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, որն ընդհանրացնում է 2016 թվականի օգոստոսի 5-ի դրությամբ
առկա իրավիճակը Լեռնային Ղարաբաղի բանակցությունների վերաբերյալ։ Եվ այստեղ պետք է արվեն մի շարք կարևոր արձանագրումներ։ Նախ Սերժ Սարգսյանը այդ նամակում հնչեցնում է գնահատականներ, որոնք ցույց են տալիս, որ A. Սերժ Սարգսյանը ունեցել է ռազմական կամ պատերազմական գործողությունների վերսկսման բարձր հավանականության գնահատական, B. Արձանագրել, որ Հայաստանի եւ Ադրբեջանի սպառազինությունների բալանսը խախտված է, G. Ընդգծել, որ միջանկյալ կամ վերջնական կարգավիճակի վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հայտարարությունը բավարար փոխհատուցում չէ տարածքների իրական հանձնման դիմաց, D. Ադրբեջանը չի վերցնում իր վրա հստակ պարտավորություններ Լեռնային Ղարաբաղի հանրաքվեի եւ Լեռնային Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակի վերաբերյալ եւ որպես այս գնահատականի հիմնավորում արձանագրել է, որ Ադրբեջանի նախագահ Ալիևը մշտապես հղում է անում Ադրբեջանի սահմանադրությանը որպես Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացնելու խոչընդոտ, քանի որ նա դա համարում է Ադրբեջանի ներքին հարց։ Նամակից երևում է, որ Սերժ Սարգսյանի իշխանությունը խնդիր է տեսել Ռուսաստանի կողմից ակնկալվող ռազմաքաղաքական աջակցության վերաբերյալ, հակառակ պարագայում չէր լինի տվյալ նամակի անհրաժեշտությունը։ Ռազմական բալանսը խախտվել էր, այդ թվում Ադրբեջանին Ռուսաստանի ակտիվ սպառազինելու արդյունքում։ Գումարած ի հեճուկս Հայաստանի ընդհանուր առմամբ միաբևեռ արտաքին քաղաքականության, որը ենթադրաբար նպատակ ուներ Լեռնային Ղարաբաղի հարցում Ռուսաստանի բարեհաճությունը շահել, բանակցային սեղանին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի կողմից առաջ էին քաշվել մոտեցումներ, Լավրովի պլանը, որոնք 2016-ին փաստի առաջ էին կանգնեցրել Հայաստանի իշխանություններին ու Սերժ Սարգսյանին։ Դա է պատճառը, որ այս նամակը Սերժ Սարգսյանը ուղղում է հենց Վլադիմիր Պուտինին, ոչ թե ԱՄՆ-ի կամ Ֆրանսիայի նախագաներին, որպես ԵԱՀԿ Մինսկի համանախագահ երկրների ղեկավար։ Այդ նամակից է, որ վերծանում ենք, որ 2016 թվականի օգոստոսին Սերժ Սարգսյանը հասկացել է, որ անելանելի վիճակում է եւ եթե Ռուսաստանի կողմից մոտեցումը չփոխվի, ապա պատերազմը անխուսափելի է, ընդ որում խախտված ռազմական բալանսի պարագայում անխուսափելի է անկանխատեսելի արդյունքով։ Մի կողմից Լեռնային Ղարաբաղում անզիջում մոտեցումները, մյուս կողմից ակնկալվող ռազմաքաղաքական աջակցության բացակայությունը շուրջ 2 տասնամյակ երկրի ներսում հասարակությանը մտածածին ռազմահայրենասիրական պրոպագանդայի ներարկման պայմաններում անհնարին էին դարձնելու պատերազմից խուսափելը։ Դա է պատճառը, որ Սերժ Սարգսյանը 2018 թվականի ապրիլին ազգային ժողովի իր հայտնի ելույթում խոստովանեց, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ բանակցությունները փաստացի փակուղու մեջ են։ Շատերի մտքով է թերևս անցել, թե ինչու 2018 թվականի մայիսից, երբ Նիկոլ Փաշինյանը նոր է ստանձնել իշխանությունը, Սերժ Սարգսյանի ամբողջ թիմը լծվել էր անհասկանալի մեղադրանքներ հնչեցնելու, որ Նիկոլ Փաշինյանը եկել է հողերը հանձնելու։ Փաստաթղթերի եւ Սերժ Սարգսյանի Վլադիմիր Պուտինին ուղղված նամակի հրապարակումը տալիս է այդ հարցերի պատասխանը։ Սերժ Սարգսյանը գիտեր, որ պատերազմը այլևս անխուսափելի է, իսկ պատերազմի ելքը առավել քան կանխատեսելի։ Եվ այդ հայտարարությունները հետագայում նրան պետք էին քաղաքական վերադարձի համար։ Այսօր ազգային ժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ 2019 թվականի փաստաթուղթը համանախագահները տվել են որպես նախորդող շրջանի բանակցային սեղմագիր, հարցրել է. այս փաստաթղթերով կարող է Լեռնային Ղարաբաղը չլինել Ադրբեջանի կազմում որևէ մեխանիզմով, հնչել է հստակ պատասխան. այո, եթե Ադրբեջանը համաձայնվի։ Այդ 2019 թվականի հունիսի թուղթը է դա, երբ որ ես ասել եմ ինձ, ասեք որն է սեղմագիրը նախորդող շրջանի, համանախագահները դա տվել են որպես նախորդող շրջանի բանակցային սեղմագիր։ Եվ այդ համատեքստում է, որ ես հարց եմ տվել, ասել եմ լավ, ես կարդում եմ։ Հիմա ինձ հետաքրքիր է ձեր մեկնաբանությունը։ Հիմա այս փաթեթներով կարա Ղարաբաղը չլինի Ադրբեջանի կազմում, որևէ այս մեխանիզմով։ Եվ հնչել է շատ հստակ պատասխան. այո, եթե Ադրբեջանը համաձայնվի։ Սա ինչ, հա, նաև գրած է, իհարկե, գրած է։ Հետո Փաշինյանը հայտնեց, որ QST փաթեթը չի հրապարակվել, որովհետև հանրապետության կառավարության տիրապետության տակ այն չկա։ Հիմա բա QST փաթեթը ինչի չի հրապարակվել, որտեղ չկա Հայաստանի կառավարության տիրապետության ներքո QST փաթեթ։ QST փաթեթի հենքը այնա, ինչ որ տպված է փաթեթում, որը Լևոն Տեր-Պետրոսյանի շտաբը, Լևոն Տեր-Պետրոսյանը տվել է Հայկական ժամանակ թերթին եւ հրապարակվել է։ Էդ է QST գաղափարական հիմքը։
Եվ զրուցելու եմ այժմ ազգային անվտանգության եւ ռազմաքաղաքական հարցերով փորձագետ քաղաքագիտության դոկտոր Հրաչյա Արզումանյանի հետ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Պարոն Արզումանյան, նախ սկսենք նրանից, թե արդյոք դες համար կա նորություն հրապարակված փաստաթղթերում։ Չէ, եւ իմ կարծիքով դա այսօր իմաստ չունի։ Դա ուղղակի խաղեր են սկսել ժրայել, որի մեջ ես չեմ ուզում մասնակցությունեմ, որովհետեւ բոլոր կողմերը ստում են, որովհետեւ ողջ տեղեկատվությունը չեն հասցնում, ենթական տեքստերից հանվում են փաստեր, այդ փաստերի շուրջ աղմուկ է բարձրացնում, իսկ աղմուկի նպատակն է ուղղակի իրանցից պետապատասխանատվությունը գցելն է, ուրիշ ոչինչ բան չկա։ Դա զուտ անձնական պատասխանատվությունից դուրս գալու փորձեր են։ Դրա համար ես հանգիստ այդ հարցերը արդեն չեմ վերլուծում, չեմ նայում։ Ես հույս ունեմ, որ մենք որպես ազգ, որպես պետություն, ի վերջո կհասնենք պետական տրիբունալի եւ դատական քննության ժամանակ, հարցնելով Լևոն Տեր-Պետրոսյանի սկսած Քոչարյանի դատական կարգերի հիմա տրամաբանության մեջ գնահատական կտակ բոլոր Հայաստանի առաջնորդների իրանց վարքի արած կամ չարած քայլերի, նաեւ Արցախի հարցում։ Դրանից դուրս դա ուղղակի սպեկուլյացիաներ են։ Ես ինձ համար դա շատ ցավալի հարցեր են, սպեկուլյացիաներում չեմ ուզում մասնակցել, բայց նորից կրկնեմ, բոլոր կողմերն ստում են։ Շատ լավ։ Մի կողմ ենք դնում քաղաքական բոլոր կողմերին, սկսում ենք սկզբից եւ ավելի շատ ոչ թե ուզում եմ որ դուք մեզ որպես փորձագետ պատասխանեք, այլ նաեւ անց, որը ժամանակին եղել է արտգործնախարարությունում եւ գուցե նաեւ տիրապետել, հա, ինչ-ինչ հարցերի, ինչ-ինչ տեղեկությունների փոխանակումների եւ այլն։ Ենթադրենք բոլորը ստում են, մենք բոլորին դնում ենք մի կողմ, Լևոն Տեր-Պետրոսյան, ողջ իշխան, ողջ տեղեկատվությունը, անա հանում են փաստեր եւ Քոչարյան, Սարգսյան, Փաշինյան բոլորին դնում ենք մի կողմ, հա։ Ինչու Հայաստանը չկարողացավ հաղթած պատերազմից հետո կապիտալիզացնել եւ ամրագրել այդ արդյունքը։ Որտեղ հայկական կողմը պատրաստ չէր մնում է Ռուսաստանի վերահսկողության տակ, վերջակետ դնենք, սկսած Լևոն Տեր-Պետրոսյանին։ Ինչու սկսում է 1994 թվականին եւ Լևոն Տեր-Պետրոսյանը միջամտնում է հրադադարին, որտեղ պիտի Հայաստանի կողմը չլիներ եւ կոնֆլիկտը ներկայացված լինի որպես Արցախի հանրապետության եւ Ադրբեջանի հանրապետության մեջ հրադադար, Լևոն Պետրոսյանը ձեռքով գրչով գրված մտել է process-ի մեջ Ռուսաստանի թելադրության տակ։ Հետո պիտի ինչու հասնենք Քոչարյանից, որը ընտրված նախագահ, առաջին նախագահ Արցախի հանրապետության 100 օր չնստած պաշտոնին տեղափոխվում է Հայաստան որպես վարչապետ, որովհետև հրահանգ է ստացել։ Ինչու Քոչարյան եւ իր հետ վերցնելով Արցախի հարցը, տեղափոխելով Արցախի հարցի ծանրությունը Երևան եւ դուրս շպրտելով Արցախի հանրապետությունը դիվանագիտական հարաբերություններից փաստորեն։ Հետո պիտի Շերշաքսյանին հարցնենք ինչու, նույն կցնում ժերար, ինձ համար դա իմաստ չունի։ Չենք հարցնում, մենք միասին փորձում ենք հասկանալ։ Հայաստանի հանրապետությունը, երրորդ հանրապետությունը իր կառուցվածքով, լինելով հետսովետական, դարձած օլիգարխ եւ հիմնվելով ոչ թե ազգային շահերի, բայց զուտ էգոիստական անձնական շահերով անում են ընդունում են որոշումներ եւ ձևավորում են ռազմավարություն եւ մարտավարություն, որը մեզ բերեց պարտության։ Մենք հասել ենք պարտության, որովհետեւ երրորդ հանրապետությունը կառուցել ենք ոչ այնպես, ոչ պիտի կառուցածենք։ Դա սկսել է, մենք ընդունել ենք անկախության հռչակագիր, որը իմ ազգը հասկանալով ինչ է կատարում կարողացել է այդ բալանսը որնել, որ մենք միասին պիտի կառուցենք Հայաստանի պետականությունը, Հայաստանի պետությունը եւ մեր ապագան պարակտվել է, գնացել եք ճանապարհով եւ կառուցել եք երկու հատ պետություն, որ արդեն պարտություն է եղել։ Դրա համար փորձեր պատասխան տալ երբ է տեղի ունեցել եւ այդ տեղի է ունեցել, կարելի ասել հաջորդ օրը, երբ ունեցել եք հռչակագրի անկախության հռչակագիրը։ Իսկ հետո իմ ազգի հնարավորությունները, ներուժը, հավաքված ներուժը սովետական Հայաստանի ներքո թույլ է տվել մեզ հաղթել պատերազմում։ 1988 թվականի Սպիտակի երկրաշարժից հետո բլոկադայի մեջ ցուրտ մութ տարիներով 3 տարի հավաքված իմ ազգը հաղթել է, իսկ այդ հաղթանակը ազգի Աշխող վերնախավը, սկսած Լևոն Տեր-Պետրոսյանից, ուղղակի կոնվերտացրել են ճակետներով իրանց զուտ էգոիստական անձնական շահերին։ Վերջակետ։ Բայց այդ իմ կարծիքն է։ Ես կուզենայեմ, որ դա είναι ոչ թե իմ կարծիքը որպես անձնավորություն կամ փորձագետ, բայց ի վերջո ես հույսը չեմ կորցնում եք ունենալ դա ձևակերպում հայկական պետության ներքո դատական համակարգի ներսում։ Ինչպես։
Տրիբունալի ներքո այդպես են որոշում։ Ով պիտի նախաձեռնի այդ տրիբունալը։ Երբ փոխվի իշխանությունները, որ գնանք կարողանանք հասնել այն, որ կունեք իշխանությունները, որը կատարված են այս բոլոր process-ներից, չեն ժառանգում այդ ծանրությունները եւ մեղքերը եւ պարտականությունները, իմ կարծիքով մենք դա կարող ենք անել։ Բոլոր երկրները, որը առողջանում են նման process-ներից, սկսում են առողջանալ ոտքի կանգնով, այդ process-ով անցնում են։ Մենք պիտի գնահատական տակ։ Առաջին իմ կարծիքով դատական, ազգային դատական համակարգում, որտեղ ոչ թե միայն քրեական գնահատական ենք տալիս, բայց նաև քաղաքական գնահատական ենք տալիս, բարոյական գնահատական ենք տալիս, մետաֆիզիկական գնահատական ենք տալիս, ինչու ոնց մենք կորցրեցինք Արցախը։ Եթե մենք հարց չենք տնում, մենք անշուշտ նույն ձևի կարող ենք կորցնել Սյունիքը, կարող ենք կորցնել Տավուշը, կարող ենք կորցնել Երևանը։ Երևանը որովհետև մայրաքաղաք ոչ մի բանով ներեցեք չի տարբերում Ստեփանակերտից։ Եթե մենք կորցրել ենք Ստեփանակերտը մի աշկերտ առաջ, ինչու ենք մենք ենթադրում, որ Երևանը չեք կարող կորցնել։ Ինձ համար անհնար է, հայության համար անհնար է, որ Արցախը կարող է կորցնել։ Կորցրել եք, չէ՞։ Դրա համար եթե ուզում եք կանխել այդ process-ները, պետք է դադարեցնել այս process-ները, պետք է դադարեցնել վերլուծությունները, մեղքի փորձերը, մեղքի տակից դուրս գալու հնարավորությունները, փորձերը, որ ես տեսնում եմ բոլորի կողմից, եւ դնել ուրիշ խնդիր ոնց է կառուցում, ինչ Հայաստան է կառուցում։ Երբ եք սկսում կառուցել այդ Հայաստանը, այլընտրանք ո՞րն է Հայաստանի համար։ Դնում եք այդ խնդիրը, սկսում եք կառուցել այդ Հայաստանը եւ հետո երբ հաղթահարում ենք եւ կարողանում ենք հետ սովետական Հայաստանին հրաժեշտ տալ եւ փակել այդ էջը, մենք ստանում ենք հնարավորություն դալ գնահատական դատական համակարգում, հետո պատմական համակարգում եւ այլն։ Պարոն Արզումանյան, իհարկե չեմ ուզում ասեմ հեշտ է ասել եկեք այդ էջը փակենք եւ հասկանանք թե ինչ պետություն ենք կառուցում, ինչպիսի ապագա ենք ուզում եւ այլն, բայց շատ դժվար է հազարավոր տասնյակ հազարավոր կյանքեր եւ առողջություն տված հանրությանը շատ դժվար է իր զարգացման հնարավորությունները զոհաբերած հանրությանը գնալ ասել գիտես ինչ կա եկեք փակենք էջը եւ մտածենք ապագան ինչպես են կառուցում։ Այդ էջը եթե լիներ, չգիտեմ, մի 500 տարի առաջվա, գուցե մեր ողբերգության էմոցիոնալ ֆոնը կամ վշտի ծանրությունը այդքան չլիներ եւ դա հնարավոր լիներ, բայց դա երեք է տեղի ունեցել ընդհանրապես եւ պետք են պատասխանատուներ, պետք են պատասխանատուներ, ովքեր պետք է պատժվեն, ովքեր պիտի արդարադատության առջև կանգնան, ովքեր գոնե պիտի զղջան, բայց ոչինչ տեղի չի ունենում։ Ապրես Ժերայր, դու կրկնում ես ինձ ասածս ուրիշ խոսքերով։ Մենք պիտի գնահատական տակ, բայց այդ գնահատականը պիտի լինի ոչ թե ժուրնալիստի կողմից, փորձագետի կողմից, քաղաքական գործիչի կողմից, որը մեղավոր է։ Բայց դու պիտի կառուցես ինչքան կարելի է օբյեկտիվորեն հարթակ, որտեղ դու կարող ես նման գնահատական տալ, որտեղ մեղավոր լինելու շատերը։ Դրա համար դատական համակարգը, որտեղ կան պրոցեդուրաներ, հարցափորձ, եւ այլ, տալիս է նման հնարավորություն գնահատական տալու քաղաքական դաշտում, բարոյական դաշտում, ժուրնալիստների միջև, փորձագետների միջև գնահատական տալ հնարավոր չէ, որտեղ լինել 1000 ու մի կարծիք եւ 1000 ու մի անձնավորություններ եւ տասնյակ քաղաքական գործիչներ փորձել են մեղք իրաց ույսերից գցել ուրիշների վրա։ Այդտեղ պատասխան չի կարող լինի։ Եթե ես ուզում եմ իմ երաբլուրում պարկած տղաները Հայաստանում ստանան այն պատասխանը, որը ես ուզում եմ, եթե ես ուզում եմ պատասխան տանու Արցախի հայության ցեղասպանության մեծ եղերնի շարունակության վրա, ես պիտի կարողանամ նման տրիբունալ կազմակերպեմ, բայց ես հասկանում եմ նման տրիբունալը կազմակերպել այն իշխանությունների իշխող վերնախավի ներքո, որը մեղավոր է ամեն ինչի մեջ, անհնար է։ Եվ այստեղից հարց է առաջանում, որպես հարց պատասխան գնահատականու համար, ես պիտի դնեմ, լուծեմ ավելի լուրջ խնդիր, ավելի լուրջ պետական առումով։ Ոնց է մենք կառուցում են Հայաստանը, որտեղ ես կկարողանամ այդ պատասխանը տամ։ Այսօր պատասխան չկա եւ չի լինելու։ Կա անձնական պատասխան, կան ընտանիքներ իրանց վշտով, իրանք իրաց պատասխանը տվել են, կան իմ ընկերները, որը պատասխանը տվել են, կամ ես, որը պատասխանը տվել եմ։ Բայց անձնական, ընտանեկան, ցեղային պատասխանից անցնել պետական, ազգային պատասխանին, դու պետք է կառուցես այն հարթակը, կառուցես այն երկիրը, կառուցես այն պետականությունը, որտեղ դու կարող ես այդ պատասխանը տաս։
Եթե չես տալիս, դու շարունակելու ես այդ ցիկլի մեջ շարժվել եւ քո ցավը, քո վիշտը օգտագործվել են քաղաքական, ոչ պարկեշ քաղաքական գործիչներից կողմից իրաց անձնական խնդիրները լուծելու համար։ Հերիք է Արցախի ցավը, հերիք է իմ ազգի ցավը, Արցախի աղետը օգտագործել քաղաքական սպեկուլյացիայի մեջ։ Դա կարելի է կասեցնել միայն դատական համակարգի անցնելով։ Իմ կարծիքով։ Բայց պետք է նաև խոստովանենք, որ ժամանակի էլիտաներին, քաղաքական դերակատարներին հենց ջրի երեսի վրա պահել է հենց Արցախի հարցի գոյությունը։ Որտեղ իրանք ձևավորվել են Արցախի հարցի շուրջ։ Այսօրվա վերնախավը, իշխող վերնախավը սկսած Լևոն Տեր-Պետրոսյանը ձևավորվել է Արցախի հարցի շուրջ եւ շարունակում է գոյատևել Արցախի հարցը նորից ծախելով։ Դրա համար ասում եկեք կարանջատենք, ունենակ իշխող վերնախավ, որը Արցախի հարցի հետ կապված չի։ Դա ուրիշ Հայաստան է արդեն, սովետական Հայաստան չի։ Կա այդպիսի վերնախավ։ Այդ վերնախավը պիտի ձևավորվի։ Առաջինը պիտի ձևավորի այդ գաղափարը, որ Արցախի հարցին, հայկական հարցին, մեծ եղերնի հարցին կարելի է պատասխանը տալ, եթե մենք հասկանում ենք, որ հետսովետական Հայաստանում այդ պատասխանները մենք չենք ստանալու։ Մենք պիտի կառուցենք ուրիշ Հայաստան։ Եվ այդ հարցը հասկանում ես, դրվածքը Հայաստանի հարցի հասկանում ես, դու անցնում ես ուրիշ հարցի, ոնց ես դրան հասնում։ Եվ հանգիստ հասկանում ես, միջից մեկը չկառուցես, դու Արցախի հարցին պատասխանը չես ստանալու։ Դու ունես նորից են կրկնում քո անձնական պատասխանը, քո կրվող մարտական եղբայրության մեջ ընկերների մեջ պատասխանը, քո ընտանիքում պատասխան ունես։ Բայց նորից եմ կրկնում ազգային մակարդակի վրա դու այդ հարցը կարող ես դնես եւ լուծես միայն ուրիշ Հայաստանում, որը դիստանցիա է վերցնում Արցախի աղետից հետսովետական իշխող վերնախավի արածից։ Սկսում է կառուցել ուրիշ Հայաստան եւ ամրանում ես արդեն կայացել ես կարծես դու կարող ես թույլ տաս քեզ հետ նայել չքարանալով հետ նայես չքարանաս եւ տաս պատասխան որտեղ Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Նիկոլ Փաշինյանը, Արցախի ղեկավարությունը բոլորը ստանում են իրենց պատասխան, անցնում են դատական համակարգով եւ որոշում են իրենց մեղքի մասը, ծավալը կամ մեղավոր չեն։ Բոլորին անցես կասում են տալիս ես պատասխան, իմ կարծիքով օբյեկտիվորեն մոտեցում է։ Երբ ասում եք հետսովետական, իսկ ներողություն, Հայաստանը հիմա ինչով հետսովետական չի մնում։ Այսինքն Հայաստանը իրավաքաղաքական գնահատական չի տվել սովետական միությանը։ Մենք չգիտենք դա մի հրաշալի դրախտ էր, թե ի վերջո Հայաստանի օկուպացիա։ Հայաստանը շարունակում է լինել այդ միության իրավահաջորդ երկրի գլխավորած ռազմաքաղաքական, տնտեսաքաղաքական կառույցներում եւ լինել այդ միության փլուզման այսպես դարդով տապակվող երկրի ռազմական դաշնակիցը ինչով Հայաստանը դեռ հետսովետական չի Հայաստանը մնա հետսովետական եւ երրորդ անգամ ասում չի ասում եք պետք է էջը փակել հետսովետական Հայաստանի էջը պետք է փակել բայց այդ դժվար խնդիր է ժրայր եթե ուզում ես կոպետականության ձևի մի էջը փակես հետսովետական Հայաստանը դու պետք է ձևավորես ուրիշ Հայաստանի տեսլականը ուրիշ Հայաստանի պատկերացում ինչ Հայաստանից պատկերացնում սկսես կառուցել որ կարողանաս փակել որովհետեւ հետսովետական Հայաստանը դա բան չի թեորիա չի դա աբստրակցիա չի այդ իրականությունը որի մեջ ակրում ենք Եվ դու ասում ես, որ այդ իրականությունից պիտի դուրս գաս, դու պիտի նկարագրես հացիաբը ինչ իրականության մեջ ես դու եղած ապրածում ես։ Ասենք ինձ համար ուրիշ Հայաստանը 40 տարուց հետո մի երկիր է, որտեղ ապրում է 10-15 միլիոն բնակիչ, ինքը 20 երկրի ամենազարգացած երկրների մեջ է, իրան ռազմական ուժերը տարածաշրջանում անց հզորներից մեկն են։ Ես այդպես Հայաստան եմ ուզում տեսածնեմ, ես ուզում եմ այդպես Հայաստան կառուցել եւ հարց ընդունում ոնց կառուցել։ Ինչ պիտի ես անեմ որպես քաղաքացի փորձագետ գիտնական, որ կարողանամ նման Հայաստան կառուցեմ։ Ազգային անվտանգության ոլորտում ես աշխատանք արել եք ասել, հա, մնացածները։ То есть եթե կարելի է երկար պատասխան տալ ոչ ճիշտ ձևավորված խնդրի հարցերի, բայց դա քեզ ոչի բան չի տալիս։ Հայկական հարցի շարունակությունը 21 դարում եւ Արցախի աղետի հարցի շարունակությունը պահանջում է հայ ազգից դնել ուրիշ հարց։ Ինչ Հայաստան եք ուզում։ Ինչ Հայաստան իրավունք ունի ապրել 21 դարում երրորդ հազարամյակում։ Ով է մեզ ասել, որ 3 միլիոնանոց ազգը պիտի պետություն ունենա։
3 միլիոն եք ընդամենը։ Այդ ճոխ հզոր գործիքը, այդ ճոխ հզորավությունը, ինչու 3 միլիոնից Հայաստանը պիտի ունենա 15-20 միլիոնից քուրդերը չեն կարողանում ունենալ, դու ունես, ինչու է քեզ տվել այդ հնարավորությունը, ինչի համար 4 հատ միլիարդատեր կառուցես 10 հատ մուլտիմիլիոներ, մի 100 հատ միլիոներ, ազգային հարստությունը մի 2-3% ազգի ձեռքերում կուտակել եւ հետո վայելել, դրա համար է քեզ պետությունը։ Պետությունը շատ հզոր գործիք է եւ բոլոր առաջնորդները նստելով այդ գործիքի ղեկին գլխները կորցնում էին Լևոն Տեր-Պետրոսյանից սկսած 96 թվականի իմ դեմ խաղ չկա, մեր դեմ խաղ չկա։ Քոչարյանի, Սերժի, Նիկոլ Փաշինյանի բոլորը մտածում են, որ իրանք են հրաշք, իրանք են հանճարներ, որ կարողանում են ղեկավարել, մոռանալով այդ պետությունն է իրանց հնարավորություն տալիս։ Այդ հայ ազգը, որը կառուցել է այդ պետությունը որպես ինքնիշխան, եւ այդ պետության հզորությունն է, շփոթելով պետության հզորությունը իրանց անձնական հզորության եւ ունակությունների հետ։ Մենք պիտի վերջ տակ այդ մոտեցման։ Մենք պիտի հասկանանք, որ Հայաստանը ուրիշ նպատակներ ունի։ Հայկական պետականության, պետության նպատակները ուրիշն են, քանզի 2-3-ին հարստացնել, օլիգարխներին պահել։ Եթե մենք այդպես չեք գնում խնդիրը, ես քեզ կարծեմ, ինձ եմ արժում, ինչ է պետությունը։ Ինչու ես այդքան զոհ եմ տվել իմ ընկերներից, ինչու ես ամեն ինչ կորցրել եմ, որ 2-3 հոգի հազորանան, այդ անանտ արդար պատասխան է, ես նման պատասխանին եւ ոչ մի դեպքում չեմ չեմ ընդունելու։ Հայաստանը կարող է լինի արդար երկիր, արդարության վրա կառուցած, որտեղ հավասարակշռված են, ես չեմ ասում հարուստներ չպիտի լինեն, բայց չի կարելի ունենալ այդքան հարուստ եւ այդքան աղքատ։ Նման հակասությունները պայթեցնում են երկիրը, պայթեցնում են հասարակությունը։ Դրա համար ինչ Հայաստան եք ուզում, որտեղ եք գնում, հոերթաս Հայաստան եւ հայազգ։ Մինչև այդ պատասխանը հարցը չդնենք եւ որպես ազգ պատասխան չտակ, հասկանալով, որ հետսովետական վերնախավը այս հարցերում չկա, հետսովետական իշխող վերնախավը օլիգարխները այս հարցերում չկա։ Օլիգարխները դեռ շանս ունեն, կարող են փոխակերպեն, բայց քաղաքական վերնախավը իմ կարծիքով իրանք պիտի մտնեն ու իրանց տեղը զբաղեցնեն հայկական քաղաքական պատմության մեջ եւ դրանով փակեն իրանց էջը հետսովետական Հայաստանում մնալու։ Բայց նորից եմ կրկնում, ինչ եք ուզում, ինչ եք կարծում 2026 թվականին գնալու եք ընտրության, ինչի համար եք, ինչ եք ընտրելու։ Ես կուզենայի, որ իմ ազգը ընտրի, մտածի եւ համախմբվի այդ հարցի շուրջ, ոնց է կառուցում ուրիշ արդար, հզոր, հարուստ, իրան հարգող Հայաստան։ Եվ հետսովետական Հայաստանը, այս բոլոր աղմուկը եւ կեղտը, որը նորից շփոթում են հայկական հասարակության մեջ, ես դրա մեջ չեմ մասնակցելու։ Այդտեղ պատասխաններ չկան։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ։ Զրուցակիցս ազգային անվտանգության եւ ռազմական հարցերով փորձագետ քաղաքագիտության դոկտոր Հրաչյա Արզումանյանն էր։ Մեր եթերում կարճատև դադար է։